Եվ դրա համար էսա պատճառը, որ ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ եւ վերջին շրջանում որ օրինակ շատ քննարկում է գույքահարկի բարձր լինելու կամ չլինելու հարցը։ Ես բոլոր դեպքերում ասում եմ եւ հիմա էլ ուզում եմ ասել, հրապարակային էլ եմ ասել, որ բոլոր այն քաղաքացիները կամ գյուղացիները, գյուղում ապրող մարդիկ, մանավանդ այն գյուղերում, որտեղ մենք մանկապարտեզ ենք կառուցել, փողոցներ ենք կառուցել, երբ որ խոսում են հարկի շատ լինելու մասին, խնդրում եմ ուղղակի եկեք ուղեկցենք իրենց եւ նայենք, ուղղակի լուր նայենք այն մանկապարտեզին, որը չի եղել։ Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղում իր գոյության ողջ պատմության ընթացքում, հասկանում եք, հազարամյա պատմության ընթացքում չի եղել դպրոց։ Մենք այսօր մանկապարտեզներ ենք կառուցում այն գյուղերում, որտեղ այդ գյուղերի հազարամյա պատմության ընթացքում չի եղել մանկապարտեզ։ Հարգելի գործընկերներ, մենք պետք է ի վերջո արձանագրենք մի բան։ Հասկանում մենք շատ ենք սիրում, չէ՞, խոսել քաղաքակրթության մասին։ Եվ դա մեր սիրած թեման է։ Մեր գյուղերի 90, այսինքն մեր գյուղերի 100%-ի փողոցների 90%-ը գոյության ողջ պատմության ընթացքում եղել են ցեխի մեջ։ Հասկանում եք։ Մեր գյուղերի 100%-ի փողոցների 90%-ը իրենց գոյության պատմության ողջ ընթացքում եղել են ցեխի մեջ։ Այսինքն փողոցը չի ունեցել իր բնական վիճակի մեջ եղել։ Պարզապես մարդիկ այդտեղ ոչ ենթակառուցվածք չի եղել, մարդկանց ուղղակի քայլելու տեղ է եղել։ Բայց մյուս կողմից ես կարծում եմ, որ այնուամենայնիվ մեզ անհրաժեշտ է այս ամեն ինչի համար եմ ասում։ Այս ամեն ինչը ասում եմ նրա համար, որ ցույց տամ հարկի, բյուջեի, մարդկանց անհատի բարեկեցության կապը, բայց չեմ կարող ժխտել, որ մեզ հարկային քաղաքականության շուրջ անհրաժեշտ է լայն եւ մեծ ըմբռնում։ Եվ ես կարծում եմ, որ մենք առաջիկա շրջանում եւ առավել եւս առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում հերթական պետք է այս թեման շատ լրջորեն քննարկենք մեր քաղաքացիների հետ։ Այսինքն պետք է հարկի նկատմամբ, ինչքան էլ դա դժվար հնչի, պետք է ձևավորել հարազատություն։ Ես համաձայն եմ, որ հարկի նկատմամբ հարազատություն ձևավորելը կախված է նաև նրա չափից, նրա կշռից, հանգամանքից, ծավալից։ Եվ ես բացարձակապես այն կարծիքին չեմ, որ այսօրվա մեր հարկային համակարգը կատարյալ է։ Չենք կարող, ես նույնիսկ հույս չունեմ, չեմ էլ կարող տենց խնդիր դնել, որ եկեք կատարյալ հարկային համակարգ ունենանք։ Համակարգը կատարյալ չի լինելու երբեք, բայց ես կարծում եմ, որ մեր առաջնորդությունը պետք է լինի նրա մասին, որ մենք ըմբռնում պետք է ձևավորենք քաղաքացիների շրջանում, որ հարկը իր ընտանիքի, իր երեխայի, իր տան, իր սեփականության, իր երկրի անվտանգության, բարեկեցության, երջանկության համար է։ Մենք պետք է հասկանանք ինչ է մեզ պետք երջանկության համար, ինչքան է հարկավոր վճարել այդ երջանկության համար եւ ինչպես ենք բաշխում այդ երջանկության համար անհրաժեշտ գումարների հավաքագրումը, որովհետեւ ուզում եմ ելի ընդգծել եւ դրանով թերևս ամփոփել, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ բան տեղի չի ունենում առանց պետական բյուջեի ծախսի։ Եվ հետևաբար որևէ բանի տեղի ունենալը սկսած մարդկանց ամուսնությունից։ Ասենք որ դա նաև որոշակի համակարգ է
որը գրանցում է ամուսնությունները, բայց ելի եմ ասում, պետք է ճանապարհը լինի, չէ՞ որ մարդիկ հարսանիք անեն։ Չի լինի այլ կերպ։ Եվ հոսանք պետք է լինի, ջրամատակարարում եւ այլն, էլ բան չանեմ, չպարզաբանեմ։ Եվ հետեւաբար մեզ պետքա ձևավորել, ես չի ասի կոնսենսուս։ Ես կասեի, որ ըմբռնում, թե ինչպես, որտեղ եւ մենք պետք է ինչ չափով մենք պետք է հարկեր վճարենք, բայց որպեսզի այդ ըմբռնումը ձևավորվի, նախ պետք է արձանագրել, թե այդ հարկերը ինչի համար են։